25-ամյա Ջուլի Մոթը մահացել է 2015 թվականի օգոստոսի 8-ին, երկարատև հիվանդությունից հետո։ Աղջկա հարազատները որոշել էին հրաժեշտի արարողությունը կազմակերպել օգոստոսի 15-ին։ Այդ օրը Ջուլիի 26-ամյակն էր լինելու։ Ջուլիի հայրը պայմանագիր էր կնքել թաղման ծառայությունների համար, վճարելով մոտ $7500 հրաժեշտի արարողության և դիակի այրման համար։ Նշված օրը աղջկա մարմինը տեղափոխեցին Միշեն Պարկ Նորթ սգոսրահ։ Հրաժեշտի արարողությունը սկսվեց կեսօրից և ավարտվեց մոտ 13:30-ին, որից հետո տագաղը տեղափոխվեց միջանցք, հաջորդ օրը դիակը այրելու համար։ Կրեմացիան, այսինքն դիակի այրումը, նախատեսված էր տեղի ունենալ Միշեն Պարկ Սաութի մասնաճյուղում, քաղաքի մյուս ծայրում։ Ժամը 16:30-ին աշխատակիցները փակել էին սրահը և գնացել։ Հաջորդ առավոտ նրանք զարմանքով հայտնաբերեցին, որ դագաղում ոչինչ չկար։ Դիակը անհետացել էր, իսկ դագաղի կողպեքներից մեկն էլ վնասված էր։ Դագաղի տակ գտնվող սայլակը գտնվում էր արտասովոր դիրքում, դեպի ելքի դուռը։ Կարծիք կա, որ դիակը անհետացել է մինչև սրահի փակվելը, մոտ 3 ժամվա ընթացքում։ Դիակի գողության մասին հայտարարվեց և ոստիկանությունը սկսեց քննություն։ Սկզբում հարցաքննեցին այն աշխատակիցներին, ովքեր հայտնաբերել էին դատարկ դագաղը։ Նրանք պնդում էին, որ ներխուժման որևէ նշան չկար, ազդանշանային համակարգն էլ չէր աշխատել։ Ցավոք, այդ պահին թաղման սրահում տեսախցիկներ չէին եղել, դրանք տեղադրվել են ավելի ուշ։ Մինչ ոստիկանությունն ուսումնասիրում էր մանրամասները, կամավորները կազմակերպեցին որոնումներ, հույս ունենալով գտնել առեղծվածային կերպով անհետացած մարմինը։ Թաղման սրահի սեփականատերը $20,000 պարգևատրում հայտարարեց ցանկացած տեղեկության համար, որը կհասցներ դիակի գտնվելուն կամ հանցագործի ձերբակալությանը։ Ոստիկանության ուշադրությունը գրավեց դագաղի վնասված կողպեքը։ Դա խոսում էր այն մասին, որ այն բացել է մարդ, ով հավանաբար չգիտեր, թե ինչպես ճիշտ դա անել։ Գրեթե անմիջապես կասկածները հուշեցին Ջուլիի նախկին ընկերոջը՝ Բիլ Ուիլբերնին, ում նկարագրում էին որպես աղջկա հանդեպ մոլագար վերաբերմունք ունեցող անձնավորություն։ Նրանք հանդիպել էին 6 տարի, սակայն բաժանվել էին աղջկա մահվանից 2 տարի առաջ։ Ջուլիի ծնողները պատմում էին, որ վերջին շաբաթներին Ուիլբերնը հետապնդում էր նրան, անընդհատ գրում ու զանգում, անգամ երբ նա հիվանդանոցում էր։ Հետագայում պարզվեցին հետաքրքիր մանրամասներ։ Ուիլբերնը ներկա էր հրաժեշտին և վկայի խոսքով դագաղի մոտ մնացել էր 10-ից 15 րոպե, այն բանից հետո, երբ բոլորը հեռացել էին։ Չնայած դա կասկած հարուցող փաստ էր, թվում էր անհավանական, որ նա կարող էր միայնակ դուրս բերել դիակը, օրվա լուսավոր ժամին, առանց այն բանի, որ ինչ-որ մեկը նկատեր։ Ահա ինչ էր տղան ասում այդ մասին. «Ճիշտ է, ես վերջինն էի, բայց ներսում դեռ 3-ից 4 աշխատակից կար։ Նրանցից մեկը փակեց դուռը հենց իմ հետևից։ Ասում են դագաղը կոտրված էր, կամ սխալ բացված։ Դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի, որովհետև դա ծառայողական դագաղ էր, դիերի այրման համար։ Ի դեպ, հենց Ջուլին էր խնդրել ինձ այրել, և որ մոխիրը ցրվի։ Սակայն պարզվեց, որ Ուիլբերնը ի սկզբանե դեմ էր Ջուլիի կրեմացիային»։ Կասկածյալների շրջանակում հայտնվեց նաև թաղման սրահի սեփականատերը՝ Դիկ Թիփսը։ Պարզվեց, որ նրանք օգտվել են Բեյրեն Բեյթլ ծառայությունից, որոնք նախկինում վատ հեղինակություն ունեին։
Մի քանի ամիս առաջ նրանք շփոթել էին երկու կանանց մարմինները, լուրջ սկանդալ առաջացնելով, սակայն այդ կազմակերպության աշխատակիցները ունեին ազատ մուտք սրահ ոչ աշխատանքային ժամերին և ունեին դռների բանալիներն ու ազդանշանային համակարգի կոդերը։ Կարծիք կար, որ Ջուլիի դիակը կարող էր պատահաբար խառնվել մեկ այլ դիակի հետ, նախապես կրեմացվելը, իսկ սրահի պատասխանատուները փորձել էին դա թաքցնել։ Այս ընթացքում Ուիլբեռնը սկսեց հետապնդել բոլորին, ովքեր կապված էին գործի հետ, օրական ավելի քան 200 անգամ զանգելով սգո սրահ։ Նա նաև պարբերաբար գալիս էր այդտեղ, նայում ներսի պատուհաններից, փորձում բացել դռները։ Ի վերջո նրան արգելվեց մտնել տարածք, բայց նա դրանով չսահմանափակվեց։ Մոթի ընտանիքը ոստիկանություն էր դիմել, քանի որ Ուիլբեռնը 2 շաբաթ շարունակ գիշերային ժամերին նրան զանգում էր տասնյակ անգամ, հարցնելով ինչ նորություններ կան։ 4 ամիս անց նա խախտեց արգելքը և փորձեց ներս թափանցել սգո սրահ։ Նրան տեսախցիկներով ֆիքսեցին ու ձերբակալեցին, դատապարտելով 2 օր ազատազրկման։ Մինչ ոստիկանությունը ապարդյուն որոնում էր մարմինը, Մոթի ընտանիքը դատական հայց ներկայացրեց սգո սրահի դեմ, մեղադրելով անփութության մեջ։ Ի վերջո, ընտանիքը շահեց գործը և ստացավ $8 միլիոն փոխհատուցում, բայց այդ հաղթանակը ոչինչ չէր նշանակում։ Նրանք իրենց դստերը կորցրել էին երկրորդ անգամ։ Արդեն 7 տարի է անցել Ջուլիի մարմնի անհետացումից, և այն դեռ չի գտնվել։ Չնայած շատերը համարում են Ուիլբեռնին գլխավոր կասկածյալ, նրան երբեք մեղադրանք չի առաջադրվել։ Նրա խոսքով, ոստիկանությունը խուզարկել է իր և ծնողների տունը, բայց ոչինչ չի հայտնաբերվել։ Ուիլբեռնն անձամբ վստահ է, որ իրական մեղավորները հենց սգո սրահի աշխատակիցներն են։ Մինչ օրս մնում է անհայտ, դա եղել է նախկին ընկերոջ հրեշավոր արարքը, սգո սրահի սխալը, թե ավելի մութ ու անհասկանալի մի բան կա։ Ձեր կարծիքները գրեք մեկնաբանություններում։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին և սեղմել զանգակի վրա։ Մինչ նոր հետաքրքիր հոլովակ։